Որ շուտ ես Արթնանցը չես տեսել, պապան երբ է գնացել։ Չէ, չեմ տեսել։ Նարեկ, ինչ է եղել։ Նեղացել ես ինձանից։ Չէ, մամ։ Այդ գիրքը փակի, հա, խոսանք։ Մամ, հիմա չէ, էլի գիրք եմ կարդում, հետո խոսանք։ Ողջույն։ Եկեք նստեք։ Բարևից։ Եկեք։ Ես գնացի հիվանդանոց։ Գիտեմ, ինձ թվում էր, որ այդ վարորդին գտնեմ, ինչ-որ բաներ պարզ կլինի։ Նրան տեսնելուց հետո ամեն ինչ ավելի ախաճճվել։ Ոչ մի բան չասաց։ Ասեց։ Բայց շատ երկար չկարողացա հետը խոսել, չի կարելի։ Էնպես որ ստիպված ենք սպասել։ Եթե հիշեր ինչ են խոսել, գոնե մի բան կհասկանայինք, բայց ուշադիր չի եղել ու չի հիշում։ Հենց իմացա, որ Վրաստան են գնացել, մտածում էի, որ կլինեն Թիֆլիզում։ Բայց վարորդը ասում է, որ նրանք ավելի շուտ են իջել, չհասած Թիֆլիզ ինչ-որ գյուղի մոտ։ Իսկ ոչ ոք չի դիմավորել։ Չէ։ Պարզ է, եթե մտածենք, որ Ինգային ստիպել են դուրս գալ Հայաստանից, ուրեմն հետևից գնացել են ուրիշ մեքենայով, երբ սահմանն անցել են, կանգնացրել են, Ինգան իջել նստել է իրենց մեքենան։ Շատ լավ են մտածել, շատ։ Ես արդեն սկսել եմ հենց այդպես էլ մտածել, ու էլ չեմ մտածում, որ Ինգան ինքնակամ է փախել։ Ցավոք ես էլ եմ այդպես մտածում։ Նոր բան կա։ Կա։ Ինգայի պայուսակում եղել է դրամապանակը, ճիշտ է։ Դե բնականաբար դրամապանակում գումար։ Բայց մենք ստուգել ենք վերջին շրջանում նրա հաշիվներից գումար չի հանվել։ Եթե նա ազատության մեջ է, հավանաբար նրան գումար պետք կգար։ Բայց նա գումար չի հանել։ Իսկ մենք նստել ենք այստեղ, տունտունիկ ենք խաղում։ Աննա ջան, բալ ես։ Լավ ես։ Հա, մամ ջան, լավ եմ։ Լսի, Աննա ջան։ Ուզում եմ հարց տամ, բալ ես։ Բայց վախենում եմ նեղվես նորից։ Ինգայից նորություն չկա։ Հա։ Ինչ են ասում։ Չէ, մամ, նորություն չկա։ Քեզ բան։ Բա ինչ պետք է եղած լինի։ Դե չգիտեմ, մամ։ Ինչքան դու գիտես, այդքան էլ ես։ Բայց ինչ-որ շատ հանգիստ ես։ Այդ քեզանից չի։ Չէ, մամ, հանգիստ չեմ։ Դե նորություն չկա, ես էլ ոչ մի բան չգիտեմ։ Այ քեզ բան։ Իսկ ոստիկանությունը ոչ մի բան չի ասում, հետքեր չկան։ Չէ, մամ, դեռ ոչ մի բան չեն գտել։ Լավ, մարդը հո ասեղ չի, որ ընկնի ու միանգամից կորի ու հետքեր չթողնի։ Դե համաձայն եմ, բայց ոչ մի հետք չկա։ Իսկ մայրը ոնց է։ Դե ոնց պետք է անի։ Անտրամադիր է ամբողջ օրը։ Կլինի, բա ինչ կանի։ Աղջիկն ու երեխան չկան։ Չգիտեմ, Աննա, չգիտեմ, ինչ-որ շատ առեղծված է իմ կորավ էդ աղջիկը, չկա։
դպրոցում ամեն ինչ լավ է քեզ մոտ։ Հա, Հա։ դու միշտ Նելիից սուրճ էիր խզում առավոտյան։ Հա, ճիշտ է։ Բայց ինչի՞ չես ասում, որ ես քեզ սուրճ բերեմ։ Ուղղակի չի ուզում խանգարել։ Չես խանգարում։ Հիմա գնամ բերեմ։ Գնա։ Թե չէ սենց ոնց որ իսկական աշխատող չլինի։ Չի իսկական ես անի։ Դու ամեն իսկական աշխատող ես։ Լավ, դե գնացի բերեմ պարոն գնունի։ Ես ինչի կատարվում։ Արդյոք ես ինչի կատարվում։ Ինչ է կատարվում։ Ես իզուր եմ ինձ համոզում, որ ճիշտ եմ անում, բայց ճիշտ չեմ։ Ես ինձ շատ լավ եմ զգում Ռուբենի հետ, չեմ կարող ինքս ինձ խաբել։ Ես առաջին անգամ կյանքում զգում եմ, որ կա մեկը, որ հասկանում է ինձ։ Ու ինչ եմ անում ես, վանում եմ այդ մարդուն, իմ վախերի պատճառով, էլին եմ վանում, միշտ վախ։ Ես պետք է խոսեմ հետո։